Շարունակում եմ պատմել 5 կարևոր դասերը, որոնք ես հասկացա աղքատությունից դուրս գալու իմ ճանապարհին, ու դրանցից երկրորդն այն է, որ կյանքում փոփոխությունները սկսում են այն պահին, երբ որ դու սկսում ես փոխել այն, թե ուր է ուղղված քո ֆոկուսը, այսինքն քո ուշադրությունը։ Սովորաբար մարդկանց ուշադրությունը, ֆոկուսը ուղղված է սխալ տեղ, ձեր շուրջը եղած մարդկանց 90%-ի մոտ կարող եք նկատել դա։ Մարդկանց ուշադրությունը ուղղված է կամ ինչ որ անհանգստությունները կյանքի հետ կապված, անհանգստանում են, թե ինչ կլինի, թե միգուցե իրենց ուզածը չի լինի։ Ընդհանրապես մարդիկ շատ են սիրում անհանգստանալ ինչ որ բաների համար, որոնք կարող է չլինեն ու սովորաբար չեն էլ լինում, կամ էլ օրինակ անհանգստանում են կամ վախենում են ինչ որ նոր բան սկսելիս, վախենում են, որ չի ստացվի, որ կարող է ձախողվեմ, օրինակ ելույթ ունենալուց վախենում եմ, որ կարող է տեքստը մոռանամ, կամ ինչ որ գործ կսկսեմ, որ իմ մոտ չի ստացվի, կձախողվի։ Այդպիսի տարատեսակ անհանգստությունները ոնց որ գրավում են մարդու ուշադրությունը, ու մարդու ֆոկուսը միշտ ուղղված է այդ ուղղությամբ, կամ էլ ուշադրությունը ուղղված է դեպի տարատեսակ բողոքները, դեպի մեղադրելը, ինչ որ մարդու կամ ինչ որ մարդկանցում պատճառով իմ կյանքում ինչ որ բան այնպես տեղի չի ունեցել կամ տեղի չի ունենում։ Մարդիկ նույնպես շատ են սիրում բողոքել ու ինչ որ մեղավորներ գտնել։ Կան մարդիկ, ովքեր առավոտից իրիկուն զբաղված են բողոքելով, թե լինի ինչ որ քաղաքական գործիչների, թե ինչ որ ծանոթների կամ ինչ որ ընտանիքի անդամների, բողոքը այդ մի բան է, որ նույնպես կարող է ամբողջությամբ գրավել մարդու ուշադրությունը, մարդու ֆոկուսը, կամ էլ մարդու ուշադրությունը ամբողջությամբ ուղղված է լինում ինչ որ առօրյա հոգսերի վրա։ Մարդը միայն հասցնում է մտածել այն մասին, թե ոնց իմ այսօրվա հոգսերը հոգամ, ոնց իմ աշխատանքը կատարեմ, ու աշխատաժամերը կամ ինչ որ այլ առօրյա հոգսեր, առօրյա գործեր ամբողջությամբ գրավում են մարդու ժամանակը ու մարդու ֆոկուսը։ Ու այս բաները, անհանգստությունը կամ բողոքը կամ առօրյա հոգսերը կամ աշխատանքը, որը որ այնքան էլ մեր սրտով չի, բայց մեր ամբողջ ժամանակը տանում է, այս բաներ են, որոնք որ մեր ֆոկուսը ամբողջությամբ գրավում են։ Բայց երբ գալիս է մի շատ կարևոր բան, երբ դու բավարար համարձակություն ես ունենում, երբեմն էլ ուղղակի անճարությունից դրդված, քո ֆոկուսը, քո ուշադրությունը սկսում ես ուղղել դեպի քո նպատակները, դեպի այն բաները, որ դու ուզում ես փոխել քո կյանքում, երբ դու հստակ հասկանում ես, թե ինչն է քեզ կոնկրետ անհանգստացնում քո կյանքում, թե դու կոնկրետ ինչն ես ուզում փոխել քո կյանքում, ու այդ վերածում ես քո համար ռեալ նպատակի, այդ մի պահը, որից որ սկսում են փոփոխություններ տեղ ունենալ մարդու կյանքում։ Այդ պահին դու որոշում ես կայացնում, որ տվյալ բանը փոխելու ես քո կյանքում, անկախ նրանից, թե այդ քեզ ինչ գնով կտրվի, ու քո ողջ ուշադրությունը, ողջ ֆոկուսը, ողջ հմտությունները ուղղում ես դեպի այն, ինչին որ դու ուզում ես հասնել քո կյանքում կամ ինչ որ ուզում ես հեռացնել քո կյանքից։ Ու այս գործով զբաղվել ես միշտ խորհուրդ եմ տալիս ոչ թե մտքերում, այլ թուղթ ու գրիչով, այսինքն պլանները կամ նպատակները ոչ թե ուղղակի մտածել դրանց մասին, այլ գրի առնել կամ նկարել, կախված մարդու առանձնահատկություններից, թե ոնց է իր համար ավելի պատկերավոր, որովհետև եթե մենք ուզում ենք մեր ուշադրությունը ուղղել դեպի ինչ որ բանը, ապա շատ ցանկալի է, որ մենք դա անընդհատ տեսնենք ու հիշացնենք մեզ դրա մասին, իսկ մտքերը իրանք շատ փոփոխական են, այսօր մենք կարող ենք շո բանի մասին մտածել, վաղը դա մոռացվի եւ այլն։ Իսկ երբ որ թուղթ ու գրիչով գրում ենք կամ նկարում ենք, այդ արդեն ֆիքսված է ու մենք բարբերաբար կարող ենք դա տեսնել, կարող ենք վերադառնալ դեպի դա, դեպի մեր նպատակը։ Ու նաեւ եթե ուզում ենք մեր ուշադրությունը ուղղել դեպի տվյալ տեղը, շատ կարեւոր է, որ այդ բանը հստակ ձևակերպված լինի, իսկ մտքերը իրանք հաճախ շատ եթերային են, շատ абստրակտ են, իսկ երբ որ մենք սկսում ենք գրել կամ նկարել, մենք արդեն իսկ շատ հստակ դրանք ձևակերպում ենք, ու այդ բանը, որ օգնում է մեր ֆոկուսը ուղղել դեպի դա։ Ու անընդհատ տեսնելով դա, անընդհատ մտածելով դրա մասին, մեր ֆոկուսը ուղղելով դեպի տվյալ բանը, մենք ավտոմատ անկախ մեզանից կսկսենք պլան կազմել դեպի տվյալ բանը հասնելու ու կսկսենք կամաց գործել, իսկ մի շատ լավ խոսք կա, ասվում է, եթե տվյալ բանը իմ գլխում է, ապա կլինի նաև իմ կյանքում, ու այդ բանը սկսում է տեղ ունենալ, հենց որ այդ համարձակ այդ շրջադարձային պահը տեղի ունենում, երբ որ ես հասկացա, թե կոնկրետ ինչն եմ ուզում փոխել իմ կյանքում, ոնց եմ ուզում փոխել, ու այդ վերացեցի հստակ ձևակերպված նպատակի, գրեցի դրա մասին կամ նկարեցի, այդ մի շրջադարձային պահը, որը որ ցավոք սրտի ոչ բոլորի մոտ է գալիս, իմ թվարկած պատճառներով, որովհետև հաճախ մարդու ֆոկուսը ամբողջությամբ զբաղված է կամ անհանգստություններով կամ վախերով կամ ինչ որ խնդիրների մասին մտածելով, ինչ որ խնդիրներ լուծելով առօրյա, որ այդ պահը չի հասնում, երբ որ մարդը հստակ որոշում է կայացնում ինչ որ բան փոխելու իր կյանքում ու հստակ նպատակ է դնում, բայց երբ որ ամեն դեպքում տվյալ բանը լինում է մարդու հետ, այդ մի շրջադարձային կետ է, ու այդ երկրորդ դասն է, որը որ ես սովորեցի իմ ճանապարհին։